թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը թողել է նախագահի պաշտոնը, հենց առաջին օրվանից ես կարող եմ ասել անգամ մինչև նախագահի պաշտոնը թողնելը Սերժ Սարգսյանի անմիջական շրջապատը դեմոնիզացրել է երկրորդ նախագահին, փորձելով ցույց տալ մի հրեշավոր քաղաքական գործչի կերպար, հանրությանը այդպես մատուցել, Սերժ Սարգսյանի անմիջական թիմակիցները այդ գործունեություն ծավալել են դիվանագիտական մակարդակում, այսինքն դեսպանատների հետ աշխատանքում, դեսպանների հետ հանդիպման ընթացքում, իսկ իրենց կողմից ֆինանսավորվող, աճեցվող քաղաքական շրջանակները, խոսացող գլուխները դա անում էին հրապարակային, եւ այդ խոսացող գլուխները մի մաս հիմա իշխանության է։ 2000 հատկապես 2008 թվականից սկսած Ռոբերտ Քոչարյանի կերպարի դեմոնիզացման գործին լծվել էին Սերժ Սարգսյանի իշխանության հաճախորդներ Արման Բաբաջանյանը, որը նրա շնորհիվ ազատություններ ստացել, Նիկոլ Փաշինյանը նույն, որ հիմա վարչապետի պաշտոնն է զբաղեցնում,